Բարի օր, սիրելի հետևորդներ։ Այսօր մենք կանդրադառնանք հողի կառուցվածքին եւ ընդհանրապես հողի տիպերին, հիմնականում դրանք բազմազան են, բայց եկեք անդրադառնանք ավելի հանդիպող 3 հիմնական տեսակներին՝ ավազային հողեր, կավային հողեր եւ ավազային կամ ավազակավային հողեր։ Ավազային հողերի դեպքում, երբ որ մենք փորձում ենք ջրել տվյալ բույսը, ապա ամբողջությամբ ջուրը սննդատարերի հետ միասին գնում են հողի խոր շերտեր եւ բույսերի արմատների շուրջը սննդատարերը չեն հավաքվում։ Կավային հողերի դեպքում ջուրը նույնիսկ ջրումներից հետո, անձրևից հետո բավականին երկար ժամանակ մնում է հողի երեսին եւ նրանք չեն թափանցում հողի շերտերը, հատկապես արմատների շուրջը։ Երրորդ տիպերը ավազային կամ ավազակավային հողերն են, որոնց դեպքում կավի եւ ավազի հարաբերակցությունը գրեթե 50-50% է։ Ինչպես կարող եք տնային պայմաններում որոշել ձեր հողի կառուցվածքը։ Ես հանեմ մի փոքր եւ ցույց տամ, թե ինչպես եք դա որոշում։ Փորձում ենք գունդ պատրաստել եւ սեղմել։ Տեսեք, պլաստիլինի նման ամբողջ կողքերը շատ հարթ են, հետևաբար մասնիկները շատ ամուր կպչում են իրար եւ իրենք խոչընդոտում են ջրի մուտքը արմատային համակարգ։ Երկրորդ դեպքը, քանի որ մենք արդեն որոշակի բարելավել ենք այս բույսերի շուրջը, ապա այստեղի հողերը նորմալ հողեր են եւ երբ որ պատրաստում ենք գունդ եւ փորձում ենք սեղմել, խորիզի նման կողքերը բացվում են, տեսեք, ճակճկվում են։ Այս հողերը իդեալական հողերն են։ Երրորդ դեպքում դրանք ավազային հողերն են, որոնք ինչքան էլ փորձեն գունդ պատրաստել, չի ստացվում կամ շատ դժվարությամբ։ Եվ եթե նույնիսկ փորձում են գունդ սարքել, մի փոքր սեղմելուց հետո անմիջապես իրենք փշրվում են։ Սա էլ մեր հողի ֆիզիկական կառուցվածքի եւ քիմիական հատկությունների մասին։ Շնորհակալ եմ։